Տարվա բոլոր եղանակներին բանակային դիրքերում իրականացվող հերթափոխերին զուգահեռ նաև ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, մշտապես բարեկարգվում եւ կահավորվում են խրամուղիները, խրամախորշերն ու կրակակետերը, անհրաժեշտության դեպքում կառուցվում են նորերը, առավել ամուր, առավել ապահով։ Նորերի հետ միասին թևոտ թիկունք լինելով կատարում ենք ամեն օր ինժեներական մեր բարեկարգում ենք մեր դիրքերը, անապատելով ամեն ինչ։ Ամեն ինչ անում ենք, որ հերթապահություն իրականացնելու ժամանակ մեր զինվորները անվտանգ լինեն։ Եղանակային եւ իրավիճակային բոլոր հավանական ռիսկերի պարագայում անգամ հերթափոխերն առավել արդյունավետ կազմակերպելու համար նպաստավոր պայմաններով։ Նախկինում ցանցագրերի մեջ եղել է հող, հիմա փոխարինվել է քարով։ Քարը հա տենում եք ձեր աշկով, շարած, ավելի արդյունավետ է ու ապահով զինվորի անվտանգությունը ավելի է ապահովում, քան թե հողը։ Ու իր ժամկետը ավելի երկար է։ Սա որոշակի փորձարկություն է։ Փորձարկություն անցկացրել ենք այդ ուսումնական հրաձգանում, անցկացրել ենք խոշոր դրամաչափային գնդացիրներով, փորձարկել ենք նոր այդ ամեն ինչը կիրառել ենք դիրքերում։ Ստորաբաժանման հրամանատարի ուղեկցությամբ սահմանագծի մի քանի ուղղություններում իրականացվող կահավորման աշխատանքներին ենք ծանոթանում։ Մենք նաև տեսանք ճանապարհին տարբեր դիրքերում, որ այս պահին իրականացվում են նաև կրակակետերի զրոյից կառույց։ Բանակային դիրքերի կրակակետերը 25 թվականից բոլորը փոխարինվել են քարե բետոնով սարքած կրակակետերի, բոլորը կահավորվել են, հիմա այս 26 թվականի պլանավորված են մեծ ինժեներական աշխատանքներ բանակային դիրքերում։ Իսկ գետնատնակ կացարանները ինչ վիճակում են։ Գետնատնակ կացարանները բոլոր բանակային դիրքերում լավ վիճակում են գտնվում, ընթացիկ բոլորը կահավորվում են։ Առաջնագծի կահավորանքը տեսնում եք փոփոխվում է, փոխարինում ենք գաբիոններով, լցնում ենք նորը եւ քարերով, որպեսզի ավելի ամուր լինի։ Պատվով պահում ենք Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եղանակները տաքանուպես սկսել ենք ինտենսիվ ինժեներական աշխատանքներ անցկացնել, որպեսզի բարեկարգենք սահմանագիծը, խրամատների անցյալությունը ապահովենք, անխոչնդոտ եւ անարգել հերթափոխներ իրականացնելու համար։ Ինժեներական աշխատանքներն իրականացվում են հիմնականում զինվորների ուժերով, հրամանատարության աջակցությամբ, նույնիսկ հաճախ անմիջական ղեկավար կազմի ֆիզիկական ներգրավվածությամբ, ինչն իր հերթին նպաստում է հրամանատար զինվոր փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու մյուս ծառայակիցների հետ առողջ հաղորդակցության ամրապնդմանը։ Լավ մթնոլորտ, հետարքի առօրյա, լի առօրյա, հասկանում ենք ինչի համար ենք սեղ, ինչ ենք անում ու ուզելով ենք անում։ Շատ կուզենք գծել մեր հրամանատարների վերաբերմունքի մասին։ Իրենք եւ մոտիվացնում են մեզ եւ հարգում են եւ մեզ եւ սիրում են մեզ։ Ներկայացվել եմ սերժանտի կոչման համար, մասնակցել եմ կրակային քննությանը, ստացել եմ 5 գնահատական։ Պիտի հանձնեմ մարտավարության քննությունը եւ ընդհանուր գիտելիքների ստուգումը։ Ահա կարևորը, որ նկատեցինք ու արձանագրեցինք բանակային դիրքերում։ Ուշագրավ էր նաև նկատել, որ սահմանագծի այս հատվածում մեծ թիվ են կազմում պաշտպան հայրենիաց ծրագրով զորակոչված ժամկետային զինծառայողները։ Դիտոր Շարքանի Եղազարյան։ Ծրագիրը թույլ է տալիս 19-20 տարեկան երիտասարդներին ատեստավորելու եւ ստանալու բարձր աշխատավարձ։ Ես ատեստավորել եմ 5 գնահատականով, որի համար ստանում եմ մոտ 5 միլիոն դրամ աշխատավարձ։ Հերթափոխերն ու ինժեներական աշխատանքներն էլ ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են սեղանի շուրջ, երբ հերթափոխից վերադարձած զինվորը տաք թեյի ամեն ումպի հետ ազատ հերթափոխի իր ծառայակից ընկերոջ հոգատարությունն է վայելում ու ամեն ումպի հետ ամրապնդվում է համոզմունքը, որ հայրենիքը սիրելու ընկալումներն էլ այստեղ տարբեր են, որ յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունն է ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում, յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունն է սահմանագծի ամրության համար մեկ քար ավելի դնել խրամուղու պատին։ Յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունն է անձնվիրաբար պահպանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրեն վստահված բանակային դիրքը։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։